Նա երկրի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր, մինչ որ ողբերգաբար կորցրեց իր կյանքի սերը։ Սակայն նրա մահը կեղծիք էր, կազմակերպված նրան հզոր հանցավոր ցանցից պաշտպանելու համար։ Տարիներ անց, երբ ճշմարտությունը բացահայտվեց, նա ստիպված էր որոշել, արդյոք սերը կարող է վերապրել այդ սուտը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Մարիամ Խաչատրյանը միշտ իմացել է, որ հաջողությունն իր գինն ունի։ 52 տարեկանում նա ղեկավարում էր երկրի խոշորագույն շինարարական կայսրություններից մեկը այնպիսի վճռականությամբ, որը բնորոշ է երբեք նահանջել չսովորած մարդուն։ Խաչատրյան գործընկերներ շինարարական ընկերությունը պարզապես ընկերություն չէր։ Այն 3 տասնամյակի վճռականության շինհրապարակներում անցկացրած լուսաբացների արտացոլումն էր, երբ նա դեռ ընդամենը երիտասարդ ինժեներ-շինարար էր, որը փորձում էր ապացուցել իր արժեքը կոշտացած ձեռքերով կասկածամիտ հայացքներով տղամարդկանց կողմից իշխող աշխարհում։ Երանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի 20-րդ հարկում գտնվող գրասենյակը ապակուց պողպատից մի տաճար էր, որն արտացոլում էր իր տիրուհու անհատականությունը։ Մաքուր, կազմակերպված, տպավորիչ։ Կարմրափայտի ամբողջական սեղանից նա կարող էր տեսնել Երան քաղաքը, որը ձգվում էր բոլոր ուղղություններով, բետոնի երազանքների մի լաբիրինթոս, որը նա օգնել էր կառուցել։ Բնակելի շենքեր, արտրի կենտրոններ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Նրա ստորագրությունը դրոշմված էր երանյան երկնագծին, ինչպես նկարիչն է իր հետքը թողնում կտավի վրա։ Բայց նույնիսկ Մարիամի պես ուժեղ կանայք իրենց ապաստարաններն ունեն։ Եվ նրանն ուներ անուն, ազգանուն մի ժպիտ, որը կարող էր վերացնել ամենադժվար օրերի ընթացքում կուտակված ցանկացած լարվածություն։ Ռաֆայել Սարգսյանն այն ամենն էր, ինչ նա երբեք չէր սպասում գտնել, երբ որոշել էր, որ աշխատանքը կլինի իր միակ գիրքը։ Բարձրահասակ, վաղաժամ ճերմակած մազերով, որոնք կարծես վաղահաս բարության պատմություններ էին պատմում, նա ուներ այնպիսի շագանակագույն աչքեր, որոնք կարծես տեսնում էին արտաքինից այն կողմ։ Մինչ նա շենքեր էր կառուցում, Ռաֆայելը հույսեր էր կառուցում։ 23 տարի շարունակ քաղաքի կենտրոնում գտնվող գրքի տոնավաճառում տեղի ունեցած այն պատահական հանդիպումից ի վեր նրանք ստեղծել էին անհավանական, բայց ամուր գործընկերություն։ Նա պրագմատիկ հավակնոտ գործարար կինը։ Նա սոցիալական աշխատողը, որը նվիրում էր իր յուրաքանչյուր ազատ րոպեն արժանապատվություն բերելու Երանի ծայրամասերում մոռացված համայնքներին։ Ռաֆայելը համակարգում էր իր իսկ հիմնադրած համերաշխ ձեռքերը հասարակական կազմակերպության նախագծերը, բժշկական օգնություն, մասնագիտական դասընթացներ, հոգեբանական աջակցություն տրամադրելով խոցելի իրավիճակներում ապրող ընտանիքներին։ Մարիամը հիանալի հիշում էր, թե ինչպես առաջին անգամ տեսավ նրան գործի մեջ։ Արոտ շաբաթ օր էր, նա որոշել էր այցելել ընկերության շինհրապարակներից մեկը, նոր Նորքի ավելի հեռավոր շրջաններից մեկում։ Հետդարձի ճանապարհին նա կանգ առավ մի փոքրիկ հրապարակում, որտեղ մի բազմություն հավաքվել էր մի քանի ժամանակավոր տաղավարների շուրջ։ Ռաֆայելն այնտեղ էր, հասարակ շապիկով մաշված ջինսով, զրուցում էր մի տարեց կնոջ հետ, որը լաց էր լինում, ձեռքին պահելով մի քանի ճմրթված թղթեր։ Նա լսում էր անսահման համբերությամբ, նշումներ անում հին տետրում ժամանակ առ ժամանակ դիպչում կնոջ թին այնպիսի քնքշությամբ, որը ստիպ Մարիամի սրտին սեղմվել մի ձով, որը նա չէր կարողանում բացատրել։ Դա սեր էր առաջին հայացքից։ Ոչ թե կինեմատոգրաֆիկ պայթյունավտանգ տեսակը, այլ այն սերը, որը դանդաղ է աճում, ինչպես բույսը, որը բերրի հող է գտնում, որոշում է խորը արմատներ ձգել։ Ռաֆայելը բարի էր, առանց թույլ լինելու, վճռական, առանց անճկուն լինելու, առատաձեռն, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Նա հիանում էր Մարիամի հաջողությամբ, բայց երբեք նրան չէր ստիպում զգալ, որ պետք է փոքրանա, իր կողքին լինելու համար։ Իսկ նա իր հերթին Ռաֆայելից սովորեց, որ իսկական ուժը ոչ թե կառուցած շենքերի քանակի մեջ է, այլ այն կյանքերի, որոնց դու դիպչում ես։ Ավելի քան 2 տասնամյակ նրանք կազմում էին մի զույգ, որին շատերն էին նախանձում, քչերն էին լիովին հասկանում։ Նա, իր հանդիպումներով, գործուղումներով, հասարակական միջոցառումներով, լի օրակարգով։ Նա, իր այցելություններով համայնքներ, տեղական առաջնորդների հետ հանդիպումներով, դրամահավաքի արշավներով։ Տարբեր, բայց իրար լրացնող, ինչպես փազլի 2 կտոր, որոնք իմաստ են ստանում միայն այն ժամանակ, երբ միասին են։ Նրանց առանձնատունը Վահագնի թաղամասում այս 4 ձեռքով կառուցված կյանքի ձգողության կենտրոնն էր։
Լայնարձակ հարմարավետ տարածք, որտեղ յուրաքանչյուրի անհատականության հակադրությունները կատարելապես ներդաշնակվում էին։ Մարիամի գրադարանը, լի ինժեներիայի կառավարման մասին տեխնիկական գրքերով, տարածքը կիսում էր Ռաֆայելի դարակների հետ, որոնք լեփ-լեցուն էին սոցիալական ակտիվիստների կենսագրություններով մարդկային վիճակի մասին պատմող վեպերով։ Նրա գրասենյակը, հագեցած վերջին սերնդի համակարգիչներով գծագրական սեղանի վրա փռված հատակագծերով, գտնվում էր վերին հարկում, մինչդեռ նրա անկյունը պարզ համեստ զբաղեցնում էր առաջին հարկի սենյակներից մեկը, այգու մոտ, որը նա ինքն էր խնամում իր գտած սակավաթիվ ազատ ժամերին։ Մարիամը սովորաբար տուն էր հասնում երեկոյան ժամը 8-ի սահմաններում, միշտ հոգնած, բայց գոհ հերթական հաջող աշխատանքային օրվանից։ Ռաֆայելը, կախված ընթացիկ նախագծերից, ավելի շուտ կամ ավելի ուշ էր գալիս, բայց միշտ ժամանակ էր գտնում թեյ պատրաստելու, օրվա ընթացքում հանդիպած մարդկանց մասի պատմելու կամ պարզապես նրա կորպորատիվ արկածները լսելու այնպիսի ուշադրությամբ, որը բնորոշ է իսկապես մտահոգ մարդուն։ Բայց հենց այդ տարվա մարտի սկզբին Մարիամը սկսեց ինչ-որ տարօրինակ բան նկատել։ Ռաֆայելը, որ միշտ այդքան ներկա ու շփվող էր, հեռու էր թվում։ Նա անսովոր ժամերի զանգեր էր ստանում պատասխանելիս սենյակից դուրս էր գալիս, ցածր ձայնով խոսելով, կարծես գաղտնիքներով էր կիսվում։ Մարիամը նկատեց, որ նա ավելի հաճախ էր ստուգում հեռախոսը, ճակատը կնճռոտելով մի ձով, որը նա սովոր չէր տեսնել։ Ճաշի ընթացքում, որը նախկինում անկաշկանդ զրույցների պահ էր, նա կարծես մտքերի մեջ կորած լիներ, անուշադիր խառնելով ուտելիքը։ Մարիամն այն տեսակը չէր, որ անտեղի հարցեր տար։ Նա հարգում էր Ռաֆայելի տարածքը, ինչպես Ռաֆայելն էր միշտ հարգել իրենը։ Բայց նրա անհանգստությունը սկսեց տարօրինակ զգացողություն արթնացնել նրա ստամոքսում, անհանգստության տագնապի խառնուրդ, որը նա փորձում էր անտեսել աշխատանքային հանդիպումների ընթացքում, բայց որը կրկին ուժգնանում էր, հենց որ նա մենակ էր մնում։ Մի գիշեր, երբ նա վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները գրասենյակում, լսեց, թե ինչպես է Ռաֆայելը խոսում հեռախոսով այգում։ Նրա ձայնը փոխված էր, սովորականից ավելի լուրջ։ Նա կարողացավ որսալ միայն մի քանի առանձին բառեր, չեմ կարող դա անել, նրանք կանգ չեն առնի, պետք է պաշտպանեմ։ Երբ Ռաֆայելը տուն մտավ, նա ծացրեց, թե կենտրոնացած է փաստաթղթերի վրա, բայց սիրտը անկանոն խփում էր։ Հաջորդ առավոտ, նախաճաշի ժամանակ, նա որոշեց նրբանկատորեն անդրադառնալ թեմային։ Ռաֆայելը թերթում էր լրագիրը, բայց նա զգում էր, որ նա իրականում չէր կարդում։ Նրա աչքերը սահում էին էջերի վրայով, առանց կենտրոնանալու։ Լավ ես, սիրելիս, հարցրեց Մարիամը, նրա բաժակի մեջ ավելի շատ սուրճ լցնելով։ Աշխատանքում որե բան անհանգստացնում է քեզ։ Ռաֆայելը հայացքը բարձրացրեց լրագրից ժպտաց, բայց դա ստիպված ժպիտ էր, որը չհասավ նրա աչքերին։ Լավ եմ, այո։ Ուղղակի մի քանի բյուրոկրատական խնդիրներ հկում։ Ոչ մի լուրջ բան։ Նա չափազանց լավ էր ճանաչում Ռաֆայելին, որպեսզի հավատար այդ պատասխանին։ 23 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա սովորել էր կարդալն։ Նրա դեմքի յուրաքանչյուր արտահայտություն, ձայնի յուրաքանչյուր տոն, յուրաքանչյուր ժեստ, որը ցույց էր տալիս, երբ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Եվ այդ պահին նա ակնհայտորեն ստում էր իրեն։ Դա ավելի շատ էր ցավեցնում, քան նա կարող էր խոստովանել։ Հաջորդ օրերն էլ ավելի լարված էին։ Ռաֆայելը սկսեց ավելի շուտ դուրս գալ տնից, ավելի ուշ վերադառնալ։ Երբ նրան հարցնում էին օրակարգի մասին, նա խուսափողական պատասխաններ էր տալիս, դոնորների հետ հանդիպումների կամ նոր համայնքներ այցելելու մասին։ Մարիամը փորձում էր համոզել իրեն, որ պարանոիկ է, բայց այն զգացողությունը, որ ինչ-որ շատ լուրջ բան է կատարվում, օրեցօր ուժեղանում էր։ Հենց մի ուրբաթ օր, ուղիղ 3 շաբաթ անց այն բանից հետո, երբ նա նկատեց Ռաֆայելի պահվածքի առաջին փոփոխությունները, ամեն ինչ փլուզվեց։ Մարիամը տուն էր եկել ավելի շուտ, երեկոյան ժամը 6-ի սահմաններում, Ռաֆայելին գտավ հյուրասենյակում, նստած իր սիրելի բազկաթոռին, նայում էր պատուհանից այնպիսի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Կարծես նա իր ուսերին մի հսկայական բեռ էր կրում։ Ռաֆա։ Ել, նա դանդաղ մոտեցավ, ինչպես մոտենում են վիրավոր կենդանուն։ Ինչ է պատահել։ Նա նայեց Մարիամին, մի պահ թվաց, թե պատրաստվում է ամեն ինչ պատմել։ Նրա աչքերը լցվեցին խորը տխրությամբ, նա այնտեղ տեսավ իր սիրելի տղամարդուն, որը պայքարում էր մի բանի դեմ, որը նա կարծում էր, թե անհնար է կիսել։ Մարի, ասաց նա, օգտագործելով այն քնքուշ մականունը, որը միայն նրան էր թույլատրված օգտագործել, եթե ես ստիպված լինեի որոշ ժամանակով հեռանալ, դու կվստահեիր, որ դա մեր անվտանգության համար է։
Նրա սիրտը մի քանի վայրկյանով դանդաղեց, նախքան սարսափելի արագությամբ բաբախելը։ Հեռանալ։ Ինչի՞ մասին ես խոսում, Ռաֆայել։ Նա վեր կացավ, մոտեցավ նրան, նրա դեմքը բռնելով իր ձեռքերի մեջ այնպիսի նրբությամբ, որը ստիպեց Մարիամին զգալ, կարծես ինքը բյուրեղից լիներ։ Ես քեզ սիրում եմ այս աշխարհում ամեն ինչից շատ։ Հիշիր դա, լավ։ Նախքան նա կկարողանար պատասխանել, նրա բջջայինը զանգեց։ Ռաֆայելը պատասխանեց, ասաց միայն հասկացա, անջատեց։ Գույնը լրիվ անհետացել էր նրա դեմքից։ Ես պետք է գնամ, ասաց նա, արդեն շար։ Ժվելով դեպի ննջասենյակ։ Ռաֆայել, դու ինձ վախեցնում ես։ Ինչ է կատարվում։ Նա չպատասխանեց։ Արագ բարձրացավ աստիճաններով, Մարիամը հետեց նրան։ Ննջասենյակում նա վերցրեց մի փոքրիկ ուսապարկ, սկսեց մեջը մի քանի հագուստ դնել, արագ ճշգրիտ շարժումներով, ինչպես մեկը, ով իրականացնում էր մտքում արդեն բազմիցս փորձարկված ծրագիր։ Խնդրում եմ, ասա ինձ, թե ինչ է կատարվում, աղաչեց Մարիամը, բռնելով նրա թից, որպեսզի ստիպի կանգ առնել։ Ռաֆայելը կանգ առավ, գրկեց նրան հուսահատ ուժով, կարծես դա վերջին անգամն էր։ Ես պետք է շատ կարևոր մի բան լուծեմ։ Հիմա չեմ կարող բացատրել, բայց պետք է, որ դու ինձ վստահես։ Ուրեմն ինձ էլ հետդ տար։ Չեմ կարող։ Չափազանց վտանգավոր է։ Վտանգավոր բառը Մարիամի մտքում հնչեց ինչպես կրակոց։ Բոլոր համատեղ տարիների ընթացքում Ռաֆայելը երբեք չէր օգտագործել այդ բառը, նկարագրելու իր աշխատանքի հետ կապված որևէ իրավիճակ։ Նա ավարտեց ուսապարկը հավաքելը, վերջին անգամ համբուրեց նրա ճակատը, դուրս եկավ սենյակից։ Մարիամը մնաց այնտեղ կանգնած, փորձելով ընկալել, թե ինչ էր հենց նորդ եղի ունեցել, մինչ լսեց ավտոտնակում նրա մեքենայի շարժիչի գործի դրվելու ձայնը։ Երբ նա վազելով իջավ ներք, Ռաֆայելն արդեն գնացել էր։ Հաջորդ առավոտ, շաբաթ օրը, Մարիամն արթնացավ այն հույսով, որ Ռաֆայելը խոհանոցում կլինի, նախաճաշ պատրաստելով, ինչպես միշտ անում էր հանգստյան օրերին։ Բայց տունը դատարկ էր ու լուռ։ Մահճակալի կողքի պահարանի վրա նա գտավ նրա ծանոթ ձեռագրով գրված մի գրություն։ Պետք է շտապ մի հարց լուծեմ։ Շուտով կվերադառնամ։ Ամեն ինչից շատ եմ սիրում քեզ։ Նա կարդաց ու վերընթերցեց այդ բառերը, մինչ անգիր արեց։ Շուտով կվերադառնամ։ Այս խոստումը նրան մի փոքր հանգստացրեց։ Ռաֆայելը իր խոսքի տեր մարդ էր։ Եթե նա ասել էր, որ շուտով կվերադառնա, ուրեմն կվերադառնա։ Բայց ժամերը չափազանց դանդաղ էին անցնում։ Մարիամը փորձում էր շեղվել, թղթեր դասավորելով, տունը մաքրելով, հեռուստացույց դիտելով, բայց ոչինչ չէր կարողանում Ռաֆայելին հանել իր մտքից։ Նա տասնյակ անգամ զանգահարեց նրա բջջայինին, բայց միշտ միանում էր ձայնային փոստը։ Փորձեց կապ հաստատել նրա ՀԿ-ի որոշ գործընկերների հետ, բայց հանգստյան օր էր, ոչ ոք չէր պատասխանում։ Շաբաթ օրը, ժամը 3-ին, հեռախոսը զանգեց։ Մարիամը վազեց պատասխանելու, հույս ունենալով լսել Ռաֆայելի ձայնը մյուս կողմից։ Փոխարենը մի կանացի պրոֆեսիոնալ ձայն ներկայացավ որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից։ Տիկին Մարիամ Խաչատրյան։ Դուք ճանաչում եք Ռաֆայել Սարգսյանին։ Մարիամի աշխարհը սկսեց փլուզվել հենց այդ պահին։ Այո, նա իմ զուգընկերն է։ Ինչո՞վ։ Ինչ-որ բան է պատահել։ Տիկին, վթար է տեղի ունեցել Երևան ավտոմայրուղու վրա, 120 կիլոմետրի մոտ։ Պարոն Ռաֆայել Սարգսյանի անունով գրանցված պետհամարանիշներով մեքենան ճակատային բախում է ունեցել բեռնատարի հետ։ Մեքենան ամբողջությամբ ոչնչացվել է։ Մարիամը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Նա հենվեց պատին, փորձելով ընկալել բառերը, որոնք հասնում էին իրեն, կարծես շատ հեռվից գային։ Իսկ նա։ Ինչպես է նա։ Մյուս կողմից դադար եղավ։ Չափազանց երկար դադար, լավ նորություններ բերելու համար։ Տիկին, վթարի ծանրության մեքենայի վիճակի պատճառով հնարավոր չի եղել գտնել մարմինը։ Բայց մենք գտել ենք փաստաթղթեր, որոշ անձնական իրեր, որոնք հաստատում են, որ պարոն Ռաֆայելը բախման պահին մեքենայում է եղել։ Մարիամն այլս չկարողացավ պահել հեռախոսը։ Այն սահեց նրա ձեռքերից, ընկավ գետնին, դրա հետ միասին 23 տարվա սիրով կառուցված ամբողջ կառույցը փշրվեց 1000 կտորների։ Ռաֆայել Սարգսյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ ապրիլյան անձրոտ երեքշաբթի օրը Շահումյանի գերեզմանատանը։ Մարիամն
Նտրել էր այդ վայրը, քանի որ Ռաֆայելը միշտ ասում էր, որ սիրում է այդ թաղամասի հանգստությունը, հեռու քաղաքի կենտրոնի եռուզեռից։ Այն, ինչ նա չէր սպասում, այն էր, որ հանգստությունը կդառնա տանջանք, ծանր լռություն, որն ուժեղացնում էր նրա կոտրված սրտի յուրաքանչյուր զարկը։ Փակ դագաղը մուգ կարմրափայտե տուփ էր, որն արտացոլում էր մոմերի սառը լույսը։ Ոստիկանությունը բացատրել էր, որ վթարի ծանրության դրան հաջորդած հրդեհի պատճառով հնարավոր չի լինի ավանդական հրաժեշտ տալ։ Մարիամն ընդունեց այդ բացատրությունը, քանի որ պետք է ընդուներ, քանի որ այլընտրանքը մի իրականության կասկածի տակ դնելն էր, որն արդեն իսկ չափազանց անտանելի էր դիմակայելու համար։ Հարյուրավոր մարդիկ էին եկել հուղարկավորությանը։ Խաչատրյան շինարարական ընկերության աշխատակիցներ, գործարար ոլորտի գործընկերներ, այն համայնքների բնակիչներ, որտեղ աշխատում էր Ռաֆայելը, երեխաներ, որոնց նա օգնել էր, այժմ երիտասարդներ, որոնք պարտք էին համարում այնտեղ լինել, վերջին հարգանքի տուրքը մատուցելու համար։ Մարիամը մեխանիկորեն ընդունում էր ցավակցությունները։ Սեղմելով ձեռքեր, ընդունելով գրկախառնություններ, լսելով մխիթարական խոսքեր, որոնք չէին կարողանում թափանցել նրա սրտի շուրջ ձավորված թմրության պատնեշի միջով։ Տիկին Սիրանուշը, 70 անց մի կին, որին Ռաֆայելն օգնել էր կատարակտի վիրահատություն կատարել, այնքան էր լաց լինում, որ թոռները ստիպված էին նրան պահել։ Նա փրկեց իմ տեսողությունը, ասում էր նա հեկեկոցների միջով։ Ինչպես եմ ապրելու, իմանալով, որ այլս չեմ կարող նրան շնորհակալություն հայտնել։ Տիգրանը, 25 տարեկան մի երիտասարդ, որին Ռաֆայելը փողոցներից հանել էր, երբ դեռ տղա էր, դողացող ձեռքերում պահում էր համակարգչային տեխնիկի դիպլոմը։ Պիտի ցույց տայի նրան հինգշաբթի օրը, մրմնջում էր նա։ Նա միշտ ասում էր, որ ես կհասնեմ դրան։ Նա միշտ հավատում էր ինձ, երբ նույնիսկ ես ինքս չէի հավատում։ Յուրաքանչյուր պատմություն, որ Մարիամը լսում էր, նոր դանակի հարված էր նրա կրծքին։ Նա գիտեր Ռաֆայելի աշխատանքի մասին, գիտեր նրա կարողության մասին այդքան շատ մարդկանց կյանքում, բայց այդ վկայությունները լսելը նման էր իր սիրելի տղամարդու նոր կտորներ հայտնաբերելուն, կտորներ, որոնք այժմ ընդմիշտ կորած էին։ Պատարագ մատուցող քահանան Ռաֆայելին ճանաչել էր ծխական համայնքի համերաշխ ձեռքեր, ՀԿ-ի համատեղ նախագծերի միջոցով։ Քարոզի ընթացքում նա խոսեց առատաձեռնության այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրում են ուրիշներին ծառայելուն, այն ժառանգության մասին, որը մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինը հեռանում է։ Մարիամը լսեց յուրաքանչյուր բառ, բայց կարծես օտար լեզու լիներ։ Բառերը հասնում էին նրան, բայց իմաստ չէին ստանում այն ցավի համատեքստում, որը զբաղեցնում էր նրա մարմնի յուրաքանչյուր բջիջը։ Երբ եկավ դագաղը փակելու այն գերեզման տանելու ժամանակը, Մարիամը խուճապի պահ ապրեց։ Նա պատրաստ չէր։ Ինչպես է մարդ պատրաստվում ընդմիշտ հրաժեշտ տալուն։ Ինչպես են 23 տարվա սերը տեղավորվում փայտե տուփի առջ մրմնջացած մի քանի բառերի մեջ։ Նա մոտեցավ դագաղին, ձեռքը դրեց հարթ ու սառը մակերեսին։ Ես չգիտեմ, ինչպես ապրեմ առանց քեզ, շշնջաց նա։ Բայց կփորձեմ։ Կփորձեմ, որովհետև դու ինձ սովորեցրիր ուժեղ լինել։ Թաղման վայր տանող թափորը։ Դանդաղ ու ցավոտ քայլերթ էր։ Մարիամը հետում էր դագաղին, բռնած իր քարտուղարուհու ավելի քան 15 տարվա ընկերուհու, Հելենայի ընկերության հաշվապահ Անդրանիկի թից, որը համատեղ աշխատանքի տարիների ընթացքում գրեթե եղբայր էր դարձել։ Նրանք ոչինչ չէին խոսում, պարզապես քայլում էին նրա կողքին, իրենց ներկայությունն առաջարկելով որպես միակ հնարավոր մխիթարություն։ Դագաղի վրա թափվող հողն ամենասարսափելի ձայնն էր, որ Մարիամը երբեք լսել էր։ Հողի յուրաքանչյուր բուռ վերջնական հրաժեշտ էր, մեկ քայլ դեպի մի կյանք, որը նա չգիտեր ինչպես ապրել։ Երբ արարողությունն ավարտվեց, մարդիկ սկսեցին ցրվել, նա մնաց այնտեղ կանգնած, նայելով թարմ հողի այդ կույտին, որն այժմ նշանավորում էր այն ամենի վերջը, ինչն իմաստ էր տվել իր գոյությանը։ Հուղարկավորությանը հաջորդած շաբաթները օրերի մի մշուշ էին, որոնք կարծես սկիզբ ու վերջ չունեին։ Մարիամն ամեն առավոտ արթնանում էր, սպասելով լսել Ռաֆայելին խոհանոցում սուրճ պատրաստելիս, սպասելով զգալ այն թարմ հացի բույրը, որը նա միշտ գնում էր անկյունի փռից, սպասելով լսել նրա ձայնը, ով հեռախոսով խոսում էր ՀԿ-ից որը մեկի հետ։ Բայց տունը միշտ լուռ էր, մի դատարկություն, որը խլացուցիչ կերպով արձագանքում էր։ Առանձնատունը, որը նախկինում հյուրընկալ տուն էր, վերածվել էր հիշողությունների մահարձանի։ Մարիամը չէր կարողանում դիպչել Ռաֆայելին պատկանող որևէ բանի։ Նրա հագուստը մնում էր պահարանում, դեռս բուրելով նրա օգտագործած օծանելիքով։ Նրա գրքերը մնում էին դարակներում, որոշները դեռ էջանշաններով այն պատմություններում, որոնք նա չէր ավարտի կարդալ։
Նրա անկյունն առաջին հարկում դարձավ անձեռնմխելի սրբավայր, որտեղ նա ժամերով նստում էր նրա բազկաթոռին, փորձելով զգալ այն ներկայությամբ որեհետք, որը կյանք էր տվել այդ տարածքին։ Հելենան փորձում էր համոզել Մարիամին վերադառնալ աշխատանքի։ Տիկին Մարիամ, ընկերությունը ձեր կարիքն ունի։ Աշխատակիցներն անհանգստացած են։ Կան մի քանի կարևոր որոշումներ, որոնք սպասում են։ Բայց Մարիամը չէր կարողանում կենտրոնանալ աղյուսակների, պայմանագրերի կամ հանդիպումների վրա։ Ինչպես կարող է մարդը մտահոգվել շինարարության ժամանակացույցերով, երբ աշխարհը կորցրել է իր բոլոր գույները։ Խաչատրյան գործընկերներ շինարարական ընկերությունը շարունակում էր գործել, բայց որպես անհոգի մարմին։ Անդրանիկը ժամանակավորապես ստանձնեց վարչական մասը, Հելենան զբաղվում էր օրակարգով պարտավորություններով, ինժեներները շարունակում էին ընթացիկ շինարարությունները, բայց բոլորը զգում էին առաջնորդի բացակայությունը։ Մարիամը հազվադեպ էր հայտնվում գրասենյակում, ստորագրում էր ամենահրատապ փաստաթղթերը, վերադառնում տուն, որտեղ փակվում էր ննջասենյակում կամ Ռաֆայելի անկյունում։ Հենց Հելենան առաջարկեց, որ նա մասնագիտական օգնություն փնտրի։ Տիկին Մարիամ, դուք միշտ ուժեղ կին եք եղել, միշտ իմացել եք, թե ինչպես դիմակայել ցանկացած խնդրի։ Բայց սա այլ է։ Սա այնպիսի օգնության կարիք ունի, որը մենք չգիտենք ինչպես տալ։ Մարիամը մի քանիս փորձեց սկի հարցերով մասնագիտացած հոգեբանի հետ։ Բժշկուհի Անահիտը բարի, մեղմ ձայնով կին էր, որը փորձում էր օգնել Մարիամին առողջ կերպով վերամշակել ցավը։ Բայց Մարիամը չէր կարողանում Ռաֆայելի մասին անցյալով խոսել։ Նրա համար նա չէր մահացել։ Պարզապես տնից դուրս էր եկել, դեռ չէր վերադարձել։ Նորմալ է կորուստը ընդունելու դժվարություն զգալը, բացատրում էր բժշկուհի Անահիտը։ Ուղեղին ժամանակ է պետք, վերամշակելու այն տեղեկությունը, որ այդ մարդն այլևս չի վերադառնալու։ Բայց Մարիամը չէր ուզում, որ իր ուղեղը վերամշակի այդ տեղեկությունը։ Նա ուզում է շարունակել սպասել, որովհետև սպասելը դադարեցնելը կնշանակեր ընդունել մի աշխարհ, որտեղ Ռաֆայելը գոյություն չուներ, դա մի աշխարհ էր, որտեղ նա չգիտեր, ինչպես գոյատել։ Հենց մի չորեքշաբթի օր, հուղարկավորությունից ուղիղ 6 շաբաթ անց, Մարիամն իր առաջին այցելությունն արեց գերեզման։ Նա խուսափում էր գերեզմանատուն գնալուց թաղման օրվանից ի վեր, քանի որ նրա մի մասը հավատում էր, որ քանի դեռ այնտեղ չի գնացել, կարող է ձացնել, թե այդ ամենից ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց կարոտն անտանելի էր դառնում, նրան մի վայր էր պետք, որտեղ կարողանար խոսել Ռաֆայելի հետ։ Տապանակարը պարզ էր, ինչպես նա կցանկանար։ Մուգ մոխրագույն գրանիտ, հետյալ բառերով։ Ռաֆայել Սարգսյան, բարի մարդ, առատաձեռն սիրտ, հավերժ կարոտ։ Մարիամն ընտրել էր այդ բառերը երկար մտածելուց հետո, փորձելով մի քանի արտահայտությամբ ամփոփել բարությամբ լի մի ամբողջ կյանք։ Նա բերեց սպիտակ շուշանների մի փունջ, Ռաֆայելի սիրելի ծաղիկները, նստեց խոտի վրա, գերեզմանի կողքին։ Բար սիրելիս, ասաց նա ցածր ձայնով, կարծես Ռաֆայելը կարողանար լսել։ Կներես, որ այսքան ուշ եկա։ Ես պատրաստ չէի։ Եվ հետո նա սկսեց խոսել։ Պատմեց ընկերության այն մարդկանց մասին, ովքեր հարցնում էին նրա մասին, այն կարոտի մասին, որը ներսից ամեն ինչ քայքայում էր։ Խոսեց տան լռության, այն մասին, թե ինչպես էր նախաճաշը կորցրել իր համը, թե ինչպես այլևս չէր կարողանում քնել մահճակալի աջ կողմում, քանի որ դա նրա կողմն էր։ Երբ նա վեր կացավ գնալու, գրեթե 2 ժամ անց, Մարիամը տարօրինակ թեթության զգացում ունեցավ։ Մի քանի րոպեով նա կարողացել էր Ռաֆայելին մոտ զգալ։ Նա որոշեց, որ կվերադառնա հաջորդ չորեքշաբթի։ Եվ այսպես սկսվեց մի ծես, որը սուրբ դարձավ։ Ամեն չորեքշաբթի Մարիամն այցելում էր Ռաֆայելի գերեզման։ Ամեն շաբաթ տարբեր ծաղիկներ էր տանում, պատմում վերջին օրերի իրադարձությունների մասին, կիսվում ընկերության այն մարդկանց մասին իր մտահոգություններով, որոնց Ռաֆայելն օգնել էր։ Երբեմն լաց էր լինում, երբեմն պարզապես լուռ էր մնում, բայց միշտ այնտեղից հեռանում էր այն զգացումով, որ ժամանակ է անցկացրել իր սիրելի տղամարդու հետ։ Ընկերության աշխատակիցները սկսեցին իրենց օրակարգերը կազմել, հաշվի առնելով այդ այցելությունները։ Չորեքշաբթի առավոտյան տիկին Մարիամը չի կարող պարտավորություններ ունենալ, միշտ զգուշացնում էր Հելենան։ Դա նրա օրն է։ Այս ռեժիմով անցավ 4 ամիս։ Մարիամը վերածվել էր իր իսկ գունատ տարբերակին։ Վճռական եռանդում կինը տեղը զիջել էր լրակյաց, ինքնամփոփ մեկին, որը կարծես միշտ կիլոմետրերով հեռու լիներ, նույնիսկ երբ ֆիզիկապես ներկա էր։
Նա նիհարել էր գրեթե 10 կիլոգրամ, հագուստը լայնացել էր, նա սովորություն էր ձեռք բերել մուգ երանգներ կրել, կարծես մշտական սկի մեջ լիներ։ Անդրանիկը վերջնականապես ստանձնեց ընկերության կառավարումը, իսկ Մարիամը պահպանեց միայն ամենակարևոր ռազմավարական որոշում։ Ները։ Տիկին Մարիամ, ընկերությունը կայուն է, բայց մեզ ձեր ներկայությունն է պետք, ասում էր նա շաբաթական հանդիպումներին, որոնք անցկացնում էին նրա սենյակում։ Հաճախորդները սկսում են կասկածի տակ դնել շինարարական ընկերության ապագան։ Բայց Մարիամը չէր կարողանում իսկապես մտահոգվել շինարարական ընկերության ապագայով, երբ ապագան ինքնին կորցրել էր իր ողջ իմաստը։ Նա գործում էր ավտոմատ կերպով, ստորագրում էր այն, ինչ պետք է ստորագրել, կայացնում այն որոշումները, որոնք չէին կարող հետաձգվել, բայց կարծես իր սեփական կյանքը հեռվից դիտեր, առանց որևէ բանի հետ զգացմունքային կապ հաստատելու։ Հենց մի հինգշաբթի օր, սեպտեմբերի վերջին, տարօրինակ բաներ սկսեցին տեղի ունենալ։ Մարիամը դուրս էր գալիս գրասենյակից երեկոյան ժամը 6-ի սահմաններում, երբ նկատեց մի մուգ կոստյումով տղամարդու, որը կանգնած էր շենքի դիմացի մայթին։ Նա կարծես ոչ ոքի չէր սպասում, հեռախոսով չէր խաղում, պարզապես դիտում էր։ Երբ Մարիամը դուրս եկավ ավտոկայանատեղիից, նա հետին հայելու միջով տեսավ, որ տղամարդը մեքենա է նստել, շարժվում է նույն ուղուցի։ Ամբ։ Սկզբում նա մտածեց, որ դա զուգադիպություն է։ Երանը մեծ քաղաք է, մարդիկ գնում են ամենուր։ Բայց երբ նա տուն հասավ, տեսավ նույն մեքենան դանդաղ անցնում առանձնատան դարպասի դիմացով, մի անհանգստացնող զգացողություն բնակվեց նրա ստամոքսում։ Հաջորդ շաբաթ նա նկատեց այլ տարօրինակ մանրամասներ։ Նախորդից տարբերվող, բայց նույն կասկածելի կեցվածքով մի տղամարդ, որը դիտում էր շինարարական ընկերության շենքի դիմացի շարժը։ Մի մեքենա, որը նա չճանաչեց, կայանված առանձնատան փողոցում անսովոր ժամերի։ Լուր զանգեր տան ընկերության հեռախոսներին։ Հելենան առաջինը նկատեց, որ ինչ-որ բան անհանգստացնում է Մարիամին։ Տիկին Մարիամ, դուք սովորականից ավելի նյարդային եք։ Ինչ-որ բան է պատահել։ Մարիամը տատանվեց պատասխանելուց առաջ։ Ինչպես բացատրել մտ զգացողություն։ Ինչպես խոսել կասկածների մասին, որոնք թվում էին սկի մեջ գտնվող այրու պարանոյա։ Կարծում եմ, ինձ հետում են, ասաց նա վերջապես։ Հետո ունում են։ Այսինքն, ինչպես։ Տարօրինակ տղամարդիկ են պտտվում շենքի իմ տան շուրջ։ Կարող է իմ տպավորությունն է, բայց… Հելենան ճակատը կնճռոտեց։ Որպես հարուստ հզոր կնոջ վստահելի աշխատակից, նա գիտեր, որ որոշ նախազգուշական միջոցներ միշտ անհրաժեշտ են։ Ուզում եք, որ ավելի շատ անվտանգություն վարձեմ։ Կամ խնդրեմ Անդրանիկին, որ հետաքննի։ Չգիտեմ։ Գուցե ես բաներ եմ տեսնում այնտեղ, որտեղ չկան։ Կարող է ուղղակի իմ գլխում է։ Բայց դա միայն նրա գլխում չէր։ Հաջորդ շաբաթ, երկուշաբթի օրը, Մարիամը տարօրինակ հեռախոսազանգ ստացավ ընկերությունում։ Մյուս կողմի ձայնը տղամարդու էր, աղավաղված, կարծես մարդը, որ է սարքավորում էր օգտագործում ձայնը քողարկելու համար։ Տիկին Մարիամ, դուք պետք է դադարեք խառնվել այնտեղ, որտեղ պետք չէ։ Ով եք։ Ինչի մասին եք խոսում։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ Կան բաներ, որոնք ավելի լավ է թողնել այնպես, ինչպես կան։ Ես ոչ մի բանի չեմ խառնվում։ Կարծում եմ, սխալ համարով եք զանգել։ Ես սխալ համարով չեմ զանգել։ Եվ դուք դա գիտեք։ Զանգն ընդհատվեց, Մարիամին թողնելով հեռախոսը ձեռքին, սիրտը արագ-արագ բաբախելիս։ Նա փորձեց տրամաբանորեն դատել։ Խառնվել այնտեղ, որտեղ պետք չէ։ Ինչ բաներ։ Նա ոչինչ չէր հետաքննում, ոչ մի իրավիճակի մեջ ներգրավված չէր, բացի իր զուգընկերոջ մահվան սուգից։ Թե… Մի սարսափելի միտք սկսեց ձավորվել Մարիամի մտքում։ Իսկ եթե Ռաֆայելի մահը վթար չէր եղել։ Իսկ եթե դրա հետում ավելի շատ բան կար։ Նա հիշեց նրա տարօրինակ պահվածքը ճանապարհորդությունից առաջ ընկած շաբաթներին, խորհրդավոր զանգերը, անհանգստությունը, այն վախը, որը նա նկատել էր նրա աչքերում։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Արթուն մնաց, վերհիշելով Ռաֆայելի կյանքի վերջին շաբաթների յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր բառ, փորձելով գտնել բանալիներ, որոնք կարող էին բացատրել, թե ինչու է ինչ-որ մեկը սպառնում իրեն հիմա, նրա մահից ամիսներ անց։ Եվ հենց հաջորդ չորեքշաբթի, գերեզման իր շաբաթական այցելության ժամանակ, տեղի ունեցավ երկրորդ հեռախոսազանգը։
Մարիամը ծնկի էր եկել տապանակարի կողքին, փոխելով շաբաթվա ծաղիկները, երբ բջջայինը զանգեց։ Նա պատասխանեց, առանց համարին նայելու. «Ալո»։ Նա այնտեղ, ներքում չէ։ Մարիամի արյունը սառեց երակներում։ «Ինչ»։ «Ձեր ամուսինը»։ Նա այնտեղ, ներքում չէ։ Եվ դուք դա գիտեք։ Ո՞վ եք դուք։ Ինչ եք ուզում ինձնից։ Ուզում եմ, որ դուք դադարեք ծածնել, թե ոչինչ չգիտեք։ Ուզում եմ, որ դուք տաք այն, ինչ նա ուներ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Գիտեք։ Եվ եթե շուտ չտաք, կհայտնաբերեք, որ ստախոս ամուսնուց բացի շատ ավելի շատ բան ունեք կորցնելու։ Զանգն ընդհատվեց, Մարիամը մնաց այնտեղ կանգնած, հեռախոսը ձեռքին, նայելով Ռաֆայելի տապանակարին, կարծես այն կարողանար տալ այն պատասխանները, որոնք իրեն այդքան անհրաժեշտ էին։ Աշխարհը կորցրել էր իր հստակությունը, ոտքերը դողում էին, միակ հարցն էր արձագանքում նրա մտքում։ Ինչ նկատի ուներ այդ մարդը, ասելով նա այնտեղ, ներքում չէ։ Առաջին անգամ 6 ամսվա ընթացքում Մարիամը սկսեց կասկածել, թե արդյոք իսկապես գիտեր ողջ ճշմարտությունը այն մարդու մահվան մասին, որին սիրել էր 23 տարի։ Նա այնտեղ, ներքում չէ բառերը Մարիամի մտքում արձագանքում էին որպես անհանգստացնող մանտրա, որը հրաժարվում էր հեռանալ։ Նա հաջորդ 3 օրն անցկացրեց, փորձելով տրամաբանական բացատրություն գտնել այդ արտահայտությանը։ Գուցե դա ինչ-որ հոգեբանական շանտաժի տեսակ էր, խոցելի այրուսկի հետ խաղալու դաժան փորձ։ Բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի շատ էին փազլի կտորները սկսում իրար միանալ մի ձով, որը նրան վախեցնում էր։ Ռաֆայելի տարօրինակ պահվածքը վերջին շաբաթներին։ Խորհրդավոր զանգերը։ Այն վախը, որը նա նկատել էր նրա աչքերում։ Հանկարծակի մեկնումը արդեն պատրաստի ուսապարկով, կարծես նա իմանար, որ պետք է արագ հեռանա։ Եվ հիմա, ինչ-որ մեկն ասում էր, որ նա այն գերեզմանում չէ, որին ինքը ամեն շաբաթ կրոնական նվիրումով այցելում էր։ Մարիամը հինգշաբթի գիշերն արթուն անցկացրեց, ուրվականի պես շրջել։ Ով առանձնատանը, փորձելով մտովի վերականգնել Ռաֆայելի հետ անցկացրած վերջին օրերը։ Նա հիշեց մանրամասներ, որոնք այն ժամանակ աննշան էին թվացել, բայց այժմ չարագուշակ կշիռ էին ստանում։ Օրինակ, այն փաստը, որ նա պնդել էր, որ Մարիամը փոխի ընկերության բանկային հաշվի գաղտնաբառերը անվտանգության համար։ Կամ այն, որ նա, կարծես թե պատահական, հարցրել էր, թե արդյոք նա շինարարական ընկերության կարևոր փաստաթղթերի պատճեններն ունի, որ է անվտանգ տեղում։ Կամ այն, որ նա առաջարկել էր, որ Մարիամն ավելի ժամանակակից անվտանգության համակարգ տեղադրի առանձնատանը։ Ուրբաթ առավոտյան Մարիամը մի որոշում կայացրեց, որը, նա գիտեր, կարող էր ամեն ինչ փոխել։ Նա պատրաստվում էր մասնավոր խուզարկու վարձել, վթարը հետաքննելու համար։ Եթե ինչ-որ բան այն չէր, նա պետք է իմանար։ Եթե Ռաֆայելն իսկապես մահացած էր, նա պետք է բացարձակ վստահություն ունենար, առաջ շարժվելու համար։ Եթե նա ողջ էր։ Նա նախընտրեց չավարտել այդ միտքը։ Ռուբեն Մելիքյանը նախկին ոստիկան էր, որը թոշակի անցնելուց հետո մասնավոր հետաքննությունների գործակալություն էր բացել։ Հելենան նրա կոնտակտը ստացել էր վստահելի փաստաբանի միջոցով։ Մարիամը նրան ընդունեց շինարարական ընկերության գրասենյակում ուրբաթ երեկոյան, երբ բոլոր աշխատակիցներն արդեն գնացել էին։ Ռուբենը 50-անց տղամարդ էր, ջերմակած մազերով, ուշադիր հայացքով, ուղիղ ու օբյեկտիվ խոսելաոճով։ Նա լսեց Մարիամի ամբողջ պատմությունը, առանց ընդհատելու, նշումներ անելով թղթի վրա։ «Տիկին Մարիամ», ասաց նա, երբ Մարիամն ավարտեց ամեն ինչ պատմելը, «ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Արդեն թաղված բոլոր իրավական ձակերպումներն անցած մարդու մահը հետաքննելը պարզ բան չէ։ Բայց այն սպառնալիքները, որոնք դուք ստանում եք, անհանգստացնող են, կարող են վկայել, որ իրոք ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պետք ձեզ, սկսելու համար։ Վթարի հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Ոստիկանության արձանագրությունը, փորձաքննության եզրակացությունը, մարմնի վիճակի մասին տվյալները։ Եվ նա ինձ տեղեկություններ են պետք ձեր ամուսնու գործունեության մասին մահվանը նախորդող շաբաթներին։ Մարդիկ, որոնց հետ նա խոսել է, վայրեր, որոնք հաճախել է, նախագծեր, որոնց վրա աշխատել է։ Մարիամը Ռուբենին տվեց վթարի մասին պահպանած բոլոր թղթերը։ Դրանք փաստաթղթեր էին, որոնք նա խուսափել էր ուշադիր կարդալուց, քանի որ չափազանց ցավոտ էր, բայց որոնք այժմ կարող էին կարևոր պատասխաններ պարունակել։ Որքան ժամանակ եք կարծում, որ ձեզ պետք կգա։ Մի շաբաթ, գուցե 2։ Կախված է նրանից, թե ինչ կգտնեմ։
Բայց Ռուբենին 2 շաբաթ պետք չեկավ։ Հաջորդ երեքշաբթի նա զանգահարեց Մարիամին, հրատապ հանդիպում խնդրելով։ Ես որոշ անհամապատասխանություններ եմ գտել, առաջին բանն էր, որ նա ասաց, երբ նստեց Մարիամի դիմաց գրասենյակում։ Վթարն իրոք տեղի է ունեցել, դա փաստ է։ Ձեր ամուսնու պետհամարանիշներով մեքենան իսկապես բախվել է։ Բեռնատարի հետ մայրուղու վրա։ Բայց կան որոշ տարօրինակ մանրամասներ։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ինչ տեսակի մանրամասներ։ Նախ, մարմինը երբեք չի գտնվել։ Այն, ինչ ոստիկանությունն ասել է ձեզ, հրթեհի պատճառով մարմինը գտնելու անհնարինության մասին, լիովին ճիշտ չէ։ Հրթեհն այդքան ուժեղ չի եղել։ Երկրորդ, վթարի վայրում գտնվող մարդիկ հայտնել են, որ տեսել են միայն բեռնատարի վարորդին։ Ոչ ոք չի տեսել, որ երկրորդ մարմին հանեն մեքենայից։ Բայց նրա փաստաթղթերն այնտեղ էին։ Այո, այնտեղ էին։ Եվ ահա ամենահետաքրքիր կետը։ Փաստաթղթերը գտնվել են դրամապանակի մեջ, որը գրեթե անվնաս էր, ընդամենը մի քանի ծխի հետքերով։ Շատ տարօրինակ է, որ դրամապանակը վերապրի մի վթար, որը ենթադրաբար սպանել է մարդուն։ Մարիամը փորձում էր ընկալել այս տեղեկությունները, երբ Ռուբենը շարունակեց. Ավելին կա։ Ես խոսել եմ այն ՀԿ-ի որոշ մարդկանց հետ, որտեղ աշխատում էր ձեր ամուսինը։ Ոչ ոք նրա ճանապարհորդության մասին չգիտեր։ Եվ աշխատակիցներից մեկն ինձ ասաց, որ վթարից մեկ շաբաթ առաջ Ռաֆայելը նշել էր, որ սպառնալիքներ է ստանում մի նախագծի հետ կապված, որը նա իրականացնում էր արևելյան թաղամասերից մեկի համայնքում։ Սպառնալիքներ։ Նա երբեք ինձ սպառնալիքների մասին չի պատմել։ Որքանով կարողացա պարզել, Ռաֆայելը հետաքննում էր այդ տարածաշրջանում սոցիալական նախագծերին ուղղված պետական միջոցների բաշխման անօրինականությունները։ Թվում է, թե նա հայտնաբերել է փողերի յուրացման սխեմա, որը շատ մեծ գումարներ էր ներառում։ Մարիամի աշխարհը սկսեց պտտվել։ Ռաֆայելը կոռուպցիա էր հետաքննում։ Սպառնալիքներ էր ստանում։ Եվ հիմա ինչ-որ մեկն ասում էր, որ նա մահացած չէ։ Ռուբեն, ասաց նա դողացող ձայնով, կարծում եք, որ իմ ամուսինը կարող է ողջ լինել։ Նա խորը շունչ քաշեց պատասխանելուց առաջ։ Տիկին Մարիամ, հիմնվելով իմ գտածի վրա, ես կասեի, որ իրական հավանականություն կա, որ նրա մահը կեղծվել է։ Չեմ կարող վստահաբար պնդել, բայց կան բավարար ապացույցներ, ավելի խորը հետաքննություն սկսելու համար։ Մարիամը դուրս եկավ այդ հանդիպումից այն զգացումով, որ գետինն անհետացել է իր ոտքերի տակից։ Եթե Ռաֆայելը ողջ էր, որտեղ էր նա։ Ինչու էր դա արել իր հետ։ Եվ եթե ողջ էր, ինչու կապ չէր հաստատել։ Հաջորդ չորեքշաբթի նա գնաց գերեզմանատուն, ինչպես միշտ անում էր, բայց այս անգամ բոլորովին այլ զգացողությամբ։ Կանգնած մնաց տապանակարի դիմաց, նայելով գրանիտի այդ կտորին, որը գուցե դատարկ գերեզման էր նշում, ամիսներ անց առաջին անգամ տխրության փոխարեն զայրույթ զգաց։ Եթե դու ողջ ես, ասաց նա բարձրաձայն, եթե դու ինչ-որ տեղ ես ինձ թողել ես այստեղ տառապելու այս բոլոր ամիսների ընթացքում, ես երդվում եմ, որ չգիտեմ կկարողանամ քեզ ներել։ Հենց այդ պահին նա իր հետից մի ձայն լսեց։ Մի ձայն, որը ստիպեց նրա սրտին մի քանի վայրկյանով կանգ առնել, նախքան անհնարին արագությամբ բաբախելը։ Մարի։ Նա դանդաղ շրջվեց, կարծես վախենում էր, որ կտրուկ շարժումը կարող է կոտրել մի պատրանք։ Եվ այնտեղ, մի քանի մետր հեռավորության վրա, կանգնած էր Ռաֆայելը։ Ավելի նիհար, չսափրված մորուքով, ավելի երկար ճերմակած մազերով, հասարակ հագուստով, որը նա երբեք չէր տեսել։ Բայց դա նա էր։ Անսխալականորեն նա։ Մարիամը քարացած մնաց մի պահ, որը կարծես հավերժություն տեր։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընկալել այն տեղեկությունը, որ այն մարդը, որի համար նա 6 ամիս լաց էր եղել, այնտեղ էր, ողջ, իրական, նայում էր իրեն խորը ցավի հուսահատ սիրո արտահայտությամբ։ Դու մահացած ես, առաջին բանն էր, որ դուրս եկավ նրա բերանից։ Ես քեզ թաղել եմ։ Ես ամիսներ շարունակ լաց եմ եղել քո գերեզմանի վրա։ Ռաֆայելը մի քայլ արեց դեպի նրան, բայց Մարիամը բնազդաբար հետ քաշվեց։ Մարի, ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Բացատրել, նրա ձայնը բարձրանում էր։ Կարող ես բացատրել, թե ինչու ես ինձ թողել հավատալու, որ դու մահացած ես։ Կարող ես բացատրել, թե ինչու եմ 6 ամիս այցելել դատարկ գերեզման։ Կարող ես բացատրել, թե ինչու եմ քո կարոտից քիչ մնացել խելագար վեի։
Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, բայց դրանք զայրույթի հետ խառնված թեթության արցունքներ էին, զգացմունքների մի խառնաշփոթ, որը նա չէր կարողանում կարգի բերել։ «Ես պետք է պաշտպանեի քեզ», ասաց Ռաֆայելը, ձայնը լի տառապանքով։ «Նրանք կսպանեին քեզ, եթե իմանային, որ դու ներգրավված ես»։ «Ներգրավված ինչի՞» «Մեջ»։ «Ես ոչ մի բանի մեջ ներգրավված չեմ»։ «Մարի, խնդրում եմ, թույլ տուր բացատրեմ»։ «Ոչ այստեղ»։ «Մեզ հետում են»։ Առաջին անգամ այն պահից, երբ շրջվել տեսել էր նրան, Մարիամը շուրջը նայեց։ Ճիշտ էր։ Երկու տղամարդ կային զուսպ հեռավորության վրա, ծածնում էին, թե այլ գերեզմաններ են այցելում, բայց ակնհայտորեն ուշադրություն էին դարձնում իրենց խոսակցությանը։ «Որտեղ?» հարցրեց նա, ձայնն այժմ ավելի ցածր։ «Հիշում ես մեր տունը Դիլիջանում։ Այն մեկը, որը գնել էինք մեր հարաբերությունների սկզբում»։ Մարիամը հիշում էր։ Նրանք տունը վաճառել էին մի քանի տարի անց, քանի որ հազ վադեպ էին կարողանում օգտագործել այն, բայց դա առաջին անշարժ գույքն էր, որը նրանք միասին էին գնել։ «Տունն այլս մերը չէ, Ռաֆայել»։ «Գիտեմ։ Բայց հիշում ես այն արահետը, որը տանում էր դեպի փոքրիկ ջրվեժը։ Հանդիպենք այնտեղ վաղը, ժամը 4-ին»։ «Ինչու պետք է գամ»։ Ռաֆայելը նայեց նրա աչքերին այն լարվածությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ «Որովհետև 23 տարվա համատեղ կյանքի ընթացքում ես երբեք քեզ չեմ ստել որևէ բանի մասին։ Եվ որովհետև, անկախ այն զայրույթից, որը դու հիմա զգում ես, դու դեռ ինձ սիրում ես»։ Նա ճիշտ էր։ Չնայած ողջ խառնաշփոթին, ողջ զայրույթին, դավաճանության ողջ զգացմանը, նրան ողջ տեսնելու թեթությունը սկսում էր գերազանցել մնացած ամեն ինչին։ «Եթե վաղը չհայտնվես, Մարի, դա կլինի մեր վերջին հանդիպումը։ Որովհետև ես կհեռանամ երկրից, այլս երբեք չեմ վերադառնա»։ Ռաֆայելը հեռացավ, նախքան Մարիամը կկարողանար պատասխանել, արագ քայլելով դեպի գերեզմանատան ելքը։ Մարիամը մնաց այնտեղ կանգնած, նայելով տապանաքարին, որն այժմ գիտեր, որ դատարկ գերեզման է նշում, փորձելով հասկանալ, թե ինչպես էր իր կյանքը վերածվել զգացմունքային ոլորանների, որոնք նա չգիտեր ինչպես կառավարել։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Արթուն մնաց, կշռադատելով հանդիպման գնալու կողմ դեմ կողմերը։ Մի կողմից, նրան պատասխաններ էին պետք։ Պետք էր հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել, ինչու էր Ռաֆայելն այդքան կտրուկ որոշում կայացրել, ինչու էր իրեն թողել տառապելու այդքան երկար ժամանակ։ Մյուս կողմից, նա վախենում էր։ Վախենում էր նրանից, ինչ կարող էր բացահայտել, վախենում էր էլ ավելի շատ վիրավորվելուց, վախենում էր, որ կային բաներ այն մարդու մասին, որին նա սիրում էր, որոնք նա չգիտեր։ Հինգշաբթի օրը Մարիամը ընկերությունից շուտ դուրս եկավ մեքենայով գնաց Դիլիջան։ 2 ժամ տող ճանապարհորդությունը նրան ժամանակ տվեց մտածելու, փորձելու կարգի բերել միլիոնավոր հարցերը, որոնք նա ուզում էր տալ։ Երբ նա հասավ պայմանավորված վայր, Ռաֆայելն արդեն այնտեղ էր, նստած մի քարի վրա, փոքրիկ ջրվեժի կողքին, որը նրանք սովորաբար այցելում էին, երբ ավելի երիտասարդ էին։ Նա վեր կացավ, երբ տեսավ նրա մոտենալը, բայց չմոտեցավ։ Մնաց այնտեղ կանգնած, սպասելով, որ Մարիամը նախաձեռնություն վերցնի։ «Դու 5 րոպե ունես սկսելու բացատրել», ասաց Մարիամը, կանգ առնելով նրանից մի քանի մետր հեռավորության վրա։ «Եվ հետո ես կորոշեմ, ուզում եմ լսել մնացածը»։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց խոսել սկսելուց առաջ։ 2 տարի առաջ համերաշխ ձեռքերը սկսեց աշխատել արևելյան թաղամասերից մեկի նոր համայնքում։ Դա մեծ նախագիծ էր, դաշնային ֆինանսավորմամբ, համայնքային կենտրոն կառուցելու համար, բուժկետով, համակարգչային դպրոցով, գրադարանով։ Թղթի վրա ամեն ինչ նորմալ էր թվում։ Բայց երբ ես սկսեցի հետել միջոցների օգտագործմանը, նկատեցի, որ գումարները չեն համապատասխանում։ Նա դադար տվեց, կարծես մտքերը կարգի բերեր։ Ես սկսեցի ինքնուրույն հետաքննել։ Բացահայտեցի, որ պայմանագրերը գերագնահատվել էին ավելի քան 300%-ով։ Գումարը, որը պետք է օգտագործվեր շինանյութերի սարքավորումների համար, յուրացվում էր։ Ես ձեռք բերեցի փաստաթղթեր, ձայնագրություններ, ապացույցներ, որ կար կոռուպցիոն սխեմա, որի մեջ ներգրավված էին մի քանի քաղաքական գործիչներ, գործարարներ։ Մարիամը սառնություն զգաց ստամոքսում։ Եվ հետո փորձեցի բողոքարկել պաշտոնական ուղիներով։ Դիմեցի ոստիկանությանը, դատախազությանը։ Բայց սխեմայի մեջ ներգրավված մարդիկ շատ իշխանություն ունեին։
Սկսեցի սպառնալիքներ ստանալ։ Սկզբում հեռախոսով, հետո անձամբ։ Ասացին, որ եթե չդադարեցնեմ հետաքննությունը, ինձ կսպանեն։ Եվ ասացին, որ քեզ էլ կսպանեն։ Ռաֆայելի ձայնը լարվում էր։ Ես փորձեցի կանգ առնել, Մարի։ Փորձեցի ձացնել, թե ոչինչ չգիտեմ։ Բայց նրանք չհավատացին։ Կարծում են, որ ես ապացույցները տվել եմ ինչ-որ մեկին։ Եվ քանի որ ոչինչ չկարողացան գտնել, որոշեցին, որ ինձ խոսեցնելու միակ ձը քեզ սպառնալն է։ Մարիամը սկսում էր հասկանալ խնդրի մասշտաբը։ Ուրեմն դու որոշեցիր մահանալ։ Որոշեցի անհետանալ։ Բժիշկ Հայկը, մի բժիշկ, որը նույնպես սպառնալիքներ էր ստանում, քանի որ բողոքարկել էր այն հիվանդանոցի անօրինականությունները, որտեղ աշխատում էր, օգնեց ինձ։ Մենք կեղծեցինք վթարը։ Ես դուրս եկա մեքենայից բախումից առաջ, թողեցի իմ փաստաթղթերը մի բաճկոն, որը դու ինձ էիր նվիրել։ Մեքենան մեծ արագությամբ էր ընթանում, Հարվ։ Ածն իրական էր, հրթեհը նույնպես։ Ով որ հետաքններ, գտվար, թե ես իսկապես մահացել եմ։ Իսկ ես այստեղ 6 ամիս լաց էի լինում դատարկ գերեզմանի վրա։ Ռաֆայելը գլուխը խոնարհեց։ Դա կյանքումս կայացրած ամենադժվար որոշումն էր։ Բայց դա քեզ ողջ պահելու միակ ձն էր։ Ինչու ինձ չասացիր։ Ինչու ինձ հնարավորություն չտվեցիր քեզ հետ միասին որոշելու։ Որովհետև դու երբեք չէիր համաձայնի ինձնից հեռու մնալ։ Եվ որովհետև գիտեի, որ եթե իմանայիր, որ ես ողջ եմ, չէիր կարողանա համոզիչ կերպով սուգ-ձացնել։ Նրանք քեզ հետում էին, Մարի։ Մինչ այսօր հետում են։ Մարիամը հիշեց տարօրինակ տղամարդկանց սպառնալից զանգերը։ Նրանք գիտեն, որ դու ողջ ես։ Կասկածում են։ Դրա համար էլ քեզ են ճնշում։ Կարծում են, որ դու ունես այն ապացույցները, որոնք ես հավաքել եմ։ Իսկ դու ունես։ Ռաֆայելը գրպանից հանեց մի ֆլեշ գրիչ։ Ամեն ինչ այստեղ է։ 2 տարվա հետաքննություն։ Ձայնագրություններ, փաստաթղթեր, բանկային հաշիվների գրանցումներ։ Բավարար ապացույցներ, առնվազն 15 մարդու բանտ նստեցնելու համար։ Մարիամը նայեց այդ ոգրիկ առարկային, որն այդքան տառապանք էր պատճառել։ Ինչ ես անելու դրա հետ։ Վաղը կհանձնեմ ոստիկանությանը։ Արդեն ամեն ինչ պայմանավորված է։ Նրանք բոլորին միաժամանակ կձերբակալեն։ Իսկ հետո։ Ռաֆայելը նայեց նրա աչքերին խորը տխրությամբ։ Հետո ես կհեռանամ երկրից։ Կմտնեմ վկաների պաշտպանության ծրագիր։ Իսկ դու կմնաս այստեղ ողջ անվտանգ, փորձելով վերականգնել քո կյանքը։ Առանց քեզ։ Առանց ինձ։ Մարիամը նստեց այն քարին, որտեղ Ռաֆայելն էր նախկինում, մի քանի րոպե լուռ մնաց, փորձելով ընկալել այն ամենը, ինչ լսել էր։ Մի կողմից նա հասկանում էր նրա տրամաբանությունը։ Իսկապես թվում էր, թե դա նրան անվտանգ պահելու միակ ձն էր։ Մյուս կողմից խաբված լինելու ցավը, ամիսներ շարունակ ողջ մարդու համար սուգ անելու ցավը գրեթե անտանելի էր։ Դու ինձ հետ ես, հարցրեց նա վերջապես։ Այս ամիսների ընթացքում դու ինձ տեսել ես։ Ռաֆայելը տատանվեց պատասխանելուց առաջ։ Մի քանի անգամ։ Հեռվից։ Ես պետք է վստահ լինեի, որ դու անվտանգ ես։ Դու ինձ տեսել ես լաց լինելիս գերեզմանատանը։ Տեսել եմ։ Եվ ոչին։ Չես արել։ Ոչինչ չէի կարող անել։ Եթե մոտենայի, քեզ վտանգի կենթարկեի։ Մարիամը վեր կացավ, սկսեց քայլել այս ու այն կողմ, փորձելով կարգի բերել մտքերն ու զգացմունքները։ Ռաֆայել, այն, ինչ դու արեցիր, սարսափելի էր։ Ինձ թողնել հավատալու, որ դու մահացած ես, ինձ թողնել տառապելու ամիսներ շարունակ, դաժան էր։ Գիտեմ։ Բայց նա գիտեմ, որ դու դա արեցիր ինձ պաշտպանելու համար։ Եվ որ դա քեզ համար նույնքան դժվար է եղել, որքան ինձ համար։ Ռաֆայելը գլուխը խոնարհեց։ Ամեն գիշեր ես մոտենում էի գերեզմանատանը, տեսնում էի քեզ լաց լինելիս։ Ամեն գիշեր ես վերադառնում էի տուն, ցանկանալով վազել քեզ մոտ ամեն ինչ բացատրել։ Դա կյանքումս արած ամենադժվար բանն էր։ Ինչու՞ չարեցիր։ Որովհետև ռիսկն իրական էր։ Եթե նրանք իմանային, որ ես ողջ եմ, քեզ կսպանեին, ինձ ստիպելու համար հայտնվել։ Մարիամը հասկացավ։ Տրամաբանորեն նա կարողանում էր հասկանալ Ռաֆայելի որոշման հետում ընկած ողջ տրամաբանությունը։
Զգացմունքային առումով դեռ շատ էր ցավում։ Ինձ ժամանակ է պետք, ասաց նա վերջապես։ Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Դեմ։ Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ես կարողանամ նորից քեզ վստահել։ Ռաֆայելը գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Բայց Մարի, մի բան կա, որ դու պետք է իմանաս։ Նրանք վաղը վերջին փորձը կանեն։ Երբ բացահայտեն, որ ես ապացույցները հանձնել եմ ոստիկանությանը, կփորձեն քեզ օգտագործել որպես փոխանակման միջոց։ Դու չպետք է մենակ մնաս։ Վախը վերադարձավ Մարիամի աչքերին։ Ինչ անեմ։ Վաղը գնա ընկերություն, ինչպես միշտ անում ես։ Բայց խնդրիր Անդրանիկին Հելենային, որ ամբողջ ժամանակ քեզ հետ լինեն։ Մենակ դուրս մի արի, մենակ մի մնա։ Երբ ամեն ինչ ավարտվի, նրանք քեզ կտեղեկացնեն։ Ռաֆայելը մոտեցավ նրան առաջին անգամ, երբ սկսել էին խոսել։ Մարի, անկախ նրանից, թե ինչ կպատահի վաղը, ուզում եմ, որ իմանաս, որ այս 23 տարիներն իմ կյանքի լավագույններն էին։ Եվ որ քեզ սիրելը միակ բանն էր, որ ինձ ուժ տվեց այս ամենի միջով անցնելու համար։ Մարիամը նայեց նրա աչքերին, տեսավ նույն մարդուն, որին սիրահարվել էր գրքի տոնավաճառում տասնամյակներ առաջ։ Տարբեր տառապանքով նշանավորված, բայց էությամբ նույն բարի։ Առատաձեռն մարդը, որը գրավել էր իր սիրտը։ Ես էլ քեզ սիրում եմ, ասաց նա, դա առաջին անգամն էր 6 ամսվա ընթացքում, որ այդ բառերը դուրս եկան նրա բերանից ներկա ժամանակով, ոչ թե անցյալով։ Բայց սերը բավարար չէ, ջնջելու այն ցավը, որը դու ինձ պատճառեցիր։ Ռաֆայելը գլխով արեց, հասկանալով։ Գիտեմ։ Նրանք գրկախառնվեցին այնտեղ, ջրվեժի կողքին, որտեղ այդքան շատ անգամ երազել էին ապագայի մասին, իմանալով, որ գուցե դա վերջին անգամն էր, որ միասին կլինեին։ Եվ երկուսն էլ լաց եղան, այն ամենի համար, ինչ կորցրել էին, այն ամենի համար, ինչ դեռ կարող էին կորցնել։ Մարիամն ամբողջ գիշերն արթուն անցկացրեց, վերհիշելով Ռաֆայելի հետ խոսակցության յուրաքանչյուր բառ։ Նրա ողջ լինելու թեթությունը խառնվում էր խորը ցավի հետ, որը նա չգիտեր ինչպես բուժել։ 23 տարվա հարաբերությունները ցնցվել էին 6 ամսվա ստից, նույնիսկ եթե այդ սուտը պայմանավորված էր սիրով նրան պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Ինչպես է մարդը ներում սիրուց արված դավաճանությունը։ Ինչպես է մարդը վերականգնում վստահությունը բացահայտելուց հետ։ Որ լաց է եղել դատարկ գերեզմանի վրա։ Ուրբաթ առավոտյան նա հետեց Ռաֆայելի հրահանգներին ընկերություն գնաց Անդրանիկի Հելենայի ուղեկցությամբ։ Երկուսին էլ բացատրեց, որ օրվա ընթացքում կարող է ինչ-որ վտանգավոր իրավիճակ լինել, բայց մանրամասների մեջ չմտավ Ռաֆայելի ողջ լինելու մասին։ Պատրաստ չէր այդ տեղեկությունը կիսել որևէ մեկի հետ։ Տիկին Մարիամ, ուզում եք անվտանգությանը կանչեմ, հարցրեց Անդրանիկը, ակնհայտորեն անհանգստացած։ Ոչ։ Ոստիկանությունն արդեն զբաղվում է իրավիճակով։ Պարզապես պետք է այսօր ինձ հետ լինեք, ոչ մի պահի մենակ չթողնեք։ Հելենան Անդրանիկը իրար նայեցին, բայց այլս հարցեր չտվեցին։ Նրանք տարիներ շարունակ ճանաչում էին Մարիամին, գիտեին, որ երբ նա ինչ-որ բան էր խնդրում, դրա հետում լուրջ պատճառ կար։ Օրն անցավ տարօրինակ կերպով նորմալ մինչ երեկոյան ժամը 2-ը։ Մարիամը Անդրանիկի մի քանի ինժեներների հետ հանդիպման մեջ էր, երբ Հելենան գունատ դեմքով մտավ սենյակ։ Տիկին Մարիամ, ընդունարանում 3 տղամարդ կան, որոնք խնդրում են ձեզ հետ խոսել։ Ասում են, որ շտապ է։ Մարիա։ Մզգաց, թե ինչպես է արյունը սառում։ Ինչ տեսակի տղամարդիկ։ Կոստյումներով, շատ լուրջ։ Նրանցից մեկն ասաց, որ դա ձեր ամուսնու մասին է։ Անդրանիկը ճակատը կնճռոտեց։ Տիկին Մարիամ, Ռաֆայելը։ Գիտեմ, ընդհատեց նա։ Հելենա, ասա նրանց, որ ես հանդիպման մեջ եմ, հիմա չեմ կարող ընդունել։ Արդեն ասել եմ։ Նրանք ասացին, որ կսպասեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Մարիամը նայեց Անդրանիկին։ Զանգիր ոստիկանություն, ասա, որ դա Ռաֆայել Սարգսյանի գործի մասին է։ Նրանք կհասկանան։ Անդրանիկը անմիջապես վերցրեց հեռախոսը, բայց նախքան նա կկարողանար հավաքել, Հելենան նորից խոսեց։ Տիկին Մարիամ, նրանք բարձրացել են։ Գալիս են այստեղ։ Սենյակի դուռը բացվեց, 3 կոստյումով տղամարդ անցերեմոն կերպով մտան ներս։ Նա, ով կարծես խմբի առաջնորդը լիներ, բարձրահասակ տղամարդ էր, մուգ ակնոցներով, ահաբեկիչ ներկայությամբ, որը ստիպեց սենյակում բոլորին լարվել։
Տիկին Մարիամ Խաչատրյան, ասաց նա հանգիստ, բայց սպառնալից ձայնով, մենք պետք է խոսենք։ Ո՞վ եք դուք։ Մենք մարդիկ ենք, որոնք տուժել են ձեր ամուսնու պատճառով։ Եվ մենք գիտենք, որ նա ողջ է։ Անդրանիկը վեր կացավ աթոռից։ Պարոն Այկ, դուք պետք է դուրս գաք այստեղից։ Ես անվտանգությանը կկանչեմ։ Տղամարդկանցից մեկը բաճկոնը մի կողմ քաշեց, ցույց տալով գոտկատեղի զենքը։ Պարոն, առաջարկում եմ, որ նստեք հանգիստ մնաք։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագ-արագ բաբախում, բայց փորձեց հանգստություն պահպանել։ Ինչ եք ուզում։ Մենք ուզում ենք այն ապացույցները, որոնք ձեր ամուսինը գողացել է մեզնից։ Գիտենք, որ նա ամեն ինչ ձեզ է տվել, նախքան մահացած ծանալը։ Ես ոչ մի ապացույց չունեմ։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Առաջնորդը ժպտաց մի ձով, որը ստիպեց Մարիամին սարսուռ զգալ։ Տիկին Մարիամ, եկեք այսպես անենք։ Դուք կզանգահարեք ձեր ամուսնուն, կասեք, որ նա մեզ հանդիպի այն նույն վայրում, որտեղ դուք երեկ հանդիպել եք։ Եվ կասեք, որ եթե նա բոլոր ապացույցները չբերի, մենք կսպանենք այս սենյակում գտնվող բոլորին։ Ինչպես գիտեք, որտեղ։ Մենք ամեն ինչ գիտենք, տիկին Մարիամ։ Գիտենք, որ դուք հանդիպել եք Դիլիջանի ջրվեժի մոտ։ Գիտենք, որ նա ծրագրում է այսօր ապացույցները հանձնել ոստիկանությանը։ Եվ գիտենք, որ եթե մենք նրան չկանգնեցնենք, բոլորս կբանտարկվենք։ Մարիամը նայեց Անդրանիկին, Հելենային, որոնք ակնհայտորեն սարսափած էին, հետո ինժեներներին, որոնք ոչինչ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Այդ կյանքերի պատասխանատվությունը քարի պես ծանրացել էր նրա ուսերին։ Իսկ եթե ես զանգահարեմ նրան, այդ դեպքում բոլորը ողջ դուրս կգան այստեղից։ Ձեր ամուսինը կհանձնի ապացույցները, կանհետանա երկրից, ինչպես արդեն ծրագրել էր։ Եվ կյանքը բոլորի համար նորմալ կշարունակվի։ Մարիամը գիտեր, որ ընտրություն չունի։ Դողացող ձեռքերով վերցրեց բջջայինը, հավաքեց Ռաֆայելի համարը։ Նա պատասխանեց երկրորդ զանգին։ Մարի, ինչ-որ բան է պատահել։ Ռաֆայել, ասաց նա, փորձելով ձայնը ամուր պահել, այստեղ մի քանի մարդ կան, որոնք ուզում են քեզ հետ խոսել։ Նրանք գիտեն երեկվա մասին։ Մյուս կողմից լռություն տիրեց։ Նրանք այնտեղ քեզ հետ ե՞ն։ Այստեղ են։ Հեռախոսը տուր նրանց։ Մարիամը բջջայինը տվեց խմբի առաջնորդին։ Ռաֆայել, ասաց տղամարդը գրեթե սիրալիր ձայնով։ Ինչ լավ է վերջապես ուղղակիորեն քեզ հետ խոսել։ Մարիամը չէր կարողանում լսել Ռաֆայելի պատասխանը, բայց տեսավ, որ տղամարդու արտահայտությունն ավելի լրջացավ։ Լսիր, Ռաֆայել, իրավիճակը պարզ է։ Դու 2 ժամ ունես մեզ հանդիպելու այն վայրում, որտեղ երեկ հանդիպել ես քո կնոջը։ Բերում ես բոլոր ապացույցները, որ ունես, հանձնում ես մեզ։ Եթե դա անես, քո կինն ու նրա աշխատակիցները անվնաս դուրս կգան։ Մեկ այլ դադար։ Եվ եթե որե խորամանկություն փորձես, եթե արդեն ինչ-որ բան հանձնել ես ոստիկանությանը, եթե փորձես մեզ խաբել որե կերպ, քո կինն առաջինը կմահանա։ Եվ հետո մենք կսպանենք այստեղ գտնվող բոլորին։ Տղամարդն անջատեց հեռախոսը, վերադարձրեց Մարիամին։ Հիմա մնում է սպասել։ Հաջորդ 2 ժամը Մարիամի կյանքի ամենաերկարն էին։ Տղամարդիկ բոլորին պահեցին սենյակում, թույլ չտալով, որ որե մեկը դուրս գա կամ զանգեր կատարի։ Անդրանիկը մի քանի անգամ փորձեց համոզել նրանց, որ գոնե ինժեներներին թողնեն գնան, քանի որ նրանք իրավիճակի հետ ոչ մի կապ չունեին, բայց առանգիչներն անդրդվելի էին։ Հելենան բռնել էր Մարիա մի ձեռքը, փորձելով ինչ-որ մխիթարություն փոխանցել, բայց երկուսն էլ սարսափած էին։ Մարիամը չէր կարողանում դադարել մտածել Ռաֆայելի մասին։ Արդյոք նա իսկապես կգնար։ Արդյոք կհանձներ ապացույցները իր կյանքը փրկելու համար։ Եվ եթե հանձներ, քանի՞ այլ մարդ կշարունակեր տառապել այն կոռուպցիայից, որը նա բացահայտել էր։ Ժամը 4:30 խմբի առաջնորդը զանգ ստացավ։ Այո, նա եկել է։ Մենակ է։ Համոզված ես, նա լսեց մի քանի վայրկյան։ Շատ լավ։ Տար նրան պայմանավորված վայր։ Մենք կգանք կնոջ հետ։ Նա շրջվեց դեպի Մարիամը։ Գնանք զբոսնելու, տիկին Մարիամ։ Իսկ մյուսները։ Մյուսները կմնան այստեղ իմ գործընկերների հետ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, բոլորը այսօր երեկոյան տուն կգնան։
Մարիամը նայեց Անդրանիկին Հելենային։ Ամեն ինչ լավ կլինի, ասաց նա, փորձելով փոխանցել մի վստահություն, որը չէր զգում։ Դեպի Դիլիջան ճանապարհորդությունը լարված էր ու լուռ։ Մարիամը նստած էր մուգ մեքենայի արջի նստատեղին, առաջնորդը ղեկին էր, իսկ մյուս տղամարդը հետի նստատեղին։ Նա փորձում էր մտածել փախչելու կամ օգնության ազգ։ Դանշան ուղարկելու Որեձի մասին, բայց ոչ մի հնարավորություն չէր տեսնում։ Երբ նրանք հասան ջրվեժ տանող արահետին, արդեն գրեթե մթնում էր։ Մարիամը կարողանում էր տեսնել Ռաֆայելին հեռվում, կանգնած այն նույն վայրում, որտեղ խոսել էին նախորդ օրը։ Նա դատարկ ձեռքերով էր, ինչը նրան էլ ավելի նյարդայնացրեց։ Որտեղ են ապացույցները, հարցրեց առաջնորդը, երբ մոտեցան։ Ռաֆայելը ցույց տվեց մի ուսապարկ, որը գետնին էր, քարի կողքին։ Ամեն ինչ այնտեղ է։ Ֆլեշ կրիչներ, փաստաթղթեր, ձայնագրություններ։ 2 տարվա հետաքննություն։ Տղամարդը նշան արեց իր հանցակցին, որը մոտեցավ ուսապարկին, սկսեց զննել պարունակությունը։ Կարծես ամեն ինչ այստեղ է, ասաց նա մի քանի րոպե անց։ Հիանալի, ասաց առաջնորդը։ Հիմա դուք երկուստ հեռանում եք, այլս երբեք այս մասին ոչ ոքի չեք խոսում։ Իսկ դու, Ռաֆայել, այսօր իսկ դուրս ես գալիս երկրից։ Իսկ մեր աշխատակիցները, հարցրեց Մարիամը։ Արդեն ազատ են արձակվել։ Բոլորը լավ են։ Մարիամը հսկայական թեթություն զգաց, բայց դեռ ինչ-որ բան այն չէր։ Ռաֆայելը չափազանց հանգիստ էր։ Միմ։ Արթու համար, որը հանձնում էր 2 տարվա աշխատանքը, տեսնում էր, թե ինչպես են հանցագործները անպատիժ մնում, նա տարօրինակ կերպով հանգիստ էր թվում։ Կարող եմ գրկել կնոջս գնալուց առաջ, հարցրեց Ռաֆայելը։ Առաջնորդը մի պահ տատանվեց, բայց հետո գլխով արեց։ Ռաֆայելը մոտեցավ Մարիամին, գրկեց նրան։ Եվ հենց այդ պահին նա շշնջաց նրա ականջին, այնքան ցածր, որ միայն նա կարողացավ լսել։ 30 վայրկյանից պառկիր գետնին, գլուխդ կախ պահիր։ Մարիամը անմիջապես չհասկացավ, բայց 30 վայրկյան անց ամեն ինչ պարզ դարձավ։ Հանկարծ շրջակա անտառը լցվեց ոստիկանության զրահաբաճկոններով զինված տղամարդկանցով։ Դա ծուղակ էր։ Ոստիկանություն։ Վայր դրեք զենքերը, պառկեք գետնին։ Առանգիչները փորձեցին դիմադրել, բայց արագորեն հաղթահարվեցին, ձեռնաշղթաներով կապվեցին։ Ամբողջ գործողությունը տեց 5 րոպեից պակաս։ Մի գործակալ մոտեցավ Մարիամին, Ռաֆայելին։ Բոլորդ լավ եք։ Լավ ենք, պատասխանեց Ռաֆայելը։ Կարողացաք ձերբակալել խմբի մնացած մասին։ Այո։ Միաժամանակյա գործողություն 6 տարբեր վայրերում։ Ձերբակալեցինք 15 մարդու, այդ թվում 3 քաղաքական գործչի, 2 գործարարի։ Սխեման ամբողջությամբ վերացվել է։ Մարիամը նայեց Ռաֆայելին, դեռ փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Ապացույցները ուսապարկում։ Պատճեններ էին։ Ես բնօրինակները հանձնել էի ոստիկանությանը 3 առավոտյան, ինչպես պայմանավորվել էինք։ Նրանց պարզապես պետք էր, որ հանցագործները խոստովանեին, փորձեին վերականգնել ապացույցները, ձերբակալությունների համար բավարար ապացույցներ ունենալու համար։ Իսկ ընկերության աշխատակիցները բոլորն անվտանգ են։ Գործողությունը համակարգված էր։ Մարիամը նստեց քարին, փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ 48 ժամից պակաս ժամանակում նա բացահայտել էր, որ իր ամուսինը մահացած չէ, առանգվել էր հանցագործների կողմից, մասնակցել էր ոստիկանության գործողությանը։ Դա չափազանց շատ էր ցանկացած մարդու համար ընկալելու։ Մարի, ասաց Ռաֆայելը, նստելով նրա կողքին, վերջացավ։ Վտանգն անցավ։ Իսկ հիմա։ Ռաֆայելը նայեց նրա աչքերին։ Հիմա ես այլս կարիք չունեմ երկրից հեռանալու։ Այլս կարիք չունեմ թաքնվելու։ Կարող եմ նորից ապրել։ Իսկ մենք։ Դա այն հարցն էր, որը երկուսի սրտում էր գերեզմանատանը վերամիավորվելուց ի վեր։ Ռաֆայելն արել էր այն, ինչը անհրաժեշտ էր համարել նրան պաշտպանելու համար, բայց դա չէր ջնջում այն 6 ամսվա սկի ցավը, որը նա անցել էր։ Չգիտեմ, պատասխանեց Ռաֆայելը ազնվորեն։ Ես շատ կցանկանայի, որ մենք լիներ։ Բայց կհասկանամ, եթե դու ու չկարողանաս ներել։ Մարիամը մի քանի րոպե լուռ մնաց, նայելով ջրվեժին, որը վկա էր եղել նրանց կյանքի այդքան շատ կարևոր պահերի։ Ռաֆայել, այն, ինչ դու արեցիր, սարսափելի էր։
Ինձ թողնել հավատալու, որ դու մահացած ես, ինձ թողնել տառապելու ամիսներ շարունակ, դա ժան էր։ Գիտեմ։ Բայց նա գիտեմ, որ դու դա արեցիր ինձ պաշտպանելու համար։ Եվ որ դա քեզ համար նույնքան դժվար է եղել, որքան ինձ համար։ Ռաֆայելը գլուխը խոնարհեց։ Ամեն գիշեր ես մոտենում էի գերեզմանատանը, տեսնում էի քեզ լաց լինելիս։ Ամեն գիշեր ես վերադառնում էի տուն, ցանկանալով վազել քեզ մոտ ամեն ինչ բացատրել։ Դա կյանքումս արած ամենադժվար բանն էր։ Ինչու՞ չարեցիր։ Որովհետև ռիսկն իրական էր։ Եթե նրանք իմանային, որ ես ողջ եմ, քեզ կսպանեին, ինձ ստիպելու համար հայտնվել։ Մարիամը հասկացավ։ Տրամաբանորեն նա կարողանում էր հասկանալ Ռաֆայելի որոշման հետում ընկած ողջ տրամաբանությունը։ Զգացմունքային առումով դեռ շատ էր ցավում։ Ինձ ժամանակ է պետք, ասաց նա վերջապես։ Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ես կարողանամ նորից քեզ վստահել։ Ռաֆայելը գլխով արեց։ Իսկ որտեղ ես մնալու այդ ընթացքում։ Տանը։ Մեր տանը։ Եթե ուզում ես վերադառնալ, վերադարձիր։ Բայց իմացիր, որ դժվար է լինելու։ Երկար ու ցավոտ գործընթաց է լինելու։ Ես ուզում եմ փորձել, ասաց Ռաֆայելը անմիջապես։ Ուզում եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է քո վստահությունը վերականգնելու համար։ Նրանք այդ գիշեր վերադարձան Երան, յուրաքանչյուրն իր մեքենայով, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Երբ հասան Վահագնի թաղամասի առանձնատուն, միասին մտան, բայց օդում տարօրինակություն կար, մի լարվածություն, որը նախկինում չկար։ Հաջորդ օրերը տարօրինակ էին ու դժվար։ Ռաֆայելը վերադարձավ տուն ապրելու, բայց նրանք որոշ կանոններ սահմանեցին։ Նա քնում էր հյուրասենյակում։ Միասին էին ճաշում, բայց խոսակցությունները սահմանափակ էին ու պաշտոնական։ Մարիամը պետք է ընտելանար այն մտքին, որ այն մարդը, որի համար ամիսներ շարունակ լաց էր եղել, այնտեղ էր, ողջ, փորձում էր վերականգնել մի կյանք, որը ոչնչացվել էր հանգամանքների բերումով։ Անդրանիկն ու Հելենան իմ ացան ամբողջ պատմությունը, սկզբնական ցնցումից հետո ուրախացան, իմանալով, որ Ռաֆայելը ողջ է։ Ընկերությունը աստիճանաբար վերադարձավ իր բնականոն հունին, Մարիամը վերստանձնեց իր պարտականությունները, իսկ Ռաֆայելը վերսկսեց աշխատանքը ՀԿ-ում։ 3 ամիս տեցին զույգերի թերապիան, դժվար խոսակցությունները, զայրույթի պահերը, կարոտի պահերը, հույսի պահերը։ Մարիամը պետք է սովորեր ներել, իսկ Ռաֆայելը պետք է սովորեր հաղթահարել մեղքի զգացումը։ Երկուսն էլ պետք է սովորեին, որ իսկական սերը երբեմն պահանջում է, որ մենք ամբողջությամբ վերափոխվենք։ Շրջադարձային կետը տեղի ունեցավ մի չորեքշաբթի օր։ Մարիամը պատրաստվում էր գերեզմանատուն գնալ, ինչպես դեռ անում էր ամեն շաբաթ, երբ Ռաֆայելը հարցրեց, թե կարող է արդյոք իրեն ուղեկցել։ Ինչո՞վ։ Որովհետև ուզում եմ խորհրդանշականորեն հրաժեշտ տալ այն մարդուն, որը ես էի, նախքան այս ամենը տեղի ունենալը։ Եվ ուզում եմ նորից սկսել քո կողքին։ Նրանք միասին գնացին Շահումյանի գերեզմանատուն։ Ռաֆայելը փոքրիկ բահ էր տանում, իսկ Մարիամը սպիտակ ծաղիկներ։ Երբ հասան գերեզմանին, Ռաֆայել սկսեց փոքրիկ փոս փորել տապանակարի կողքին։ Ինչ ես անում։ Սա եմ թաղում, ասաց նա, գրպանից հանելով ծալված թուղթ։ Սրանք բոլոր այն ստերն են, որ ասել եմ, բոլոր այն ցավը, որ պատճառել եմ, բոլոր այն վախը, որ զգացել եմ։ Ուզում եմ այս ամենը թաղել այստեղ նոր կյանք սկսել քեզ հետ։ Մարիամը կարդաց թուղթը։ Դա մի նամակ էր, որը Ռաֆայելը գրել էր, ներողություն խնդրելով իր պատճառած տառապանքի յուրաքանչյուր պահի համար, ընդունելով իր թույլ տված յուրաքանչյուր սխալ, խոստանալով այսուհետ լիակատար թափանցիկություն։ Իսկ դո՞, հարցրեց Ռաֆայելը։ Ունես որևէ բան, որ ուզում ես թաղել։ Մարիամը մի պահ մտածեց, հետո պայուսակից հանեց Ռաֆայելի հուղարկավորության լուսանկարը, որը պահել էր։ Դա ցավոտ պատկեր էր, որը ներկայացնում էր իր կյանքի ամենամութ շրջանը։ Ուզում եմ թաղել այն կնոջը, որը ես դարձա, երբ մտածում էի, որ կորցրել եմ քեզ։ Այն տխուր, անհույս կնոջը, որն ապրում էր անցյալով։ Նրանք միասին թաղեցին թղթերը, փոսը ծածկեցին հողով։ Հետո սպիտակ ծաղիկները դրեցին այդ վայրի վրա։ Ռաֆայել, ասաց Մարիամը, ամիսն։ Երանց առաջին անգամ բռնելով նրա ձեռքը, ես քեզ ներում եմ։ Եվ սիրում եմ քեզ։ Բայց սա նոր սկիզբ է։ Մենք այլս այն մարդիկ չենք, որոնք նախկինում էինք։ Գիտեմ։
Եվ ամեն ինչ կարգին է։ Մենք պետք է սովորենք նորից իրար սիրել։ Պետք է։ Եվ դա տարբեր կլինի։ Բայց իրական կլինի։ Նրանք միասին քայլեցին դեպի մեքենան, հետում թողնելով ոչ միայն մի գերեզման, այլ իրենց կյանքի մի ամբողջ փուլ։ Սերը վերապրել էր մահը, դավաճանությունը, վախը, ժամանակը։ Վերապրել էր, որովհետև իրական էր, որովհետև ուժեղ էր, որովհետև կարող էր փոխակերպվել, երբ անհրաժեշտ էր։ 6 ամիս անց Ռաֆայելն ու Մարիամը վերանորոգեցին իրենց ուխտերը մի պարզ արարողությամբ, միայն ամենամոտ ընկերների հետ։ Դա վերադարձ չէր նրան, ինչ նրանք նախկինում էին, դա այն բանի ընդունումն էր, որ նրանք դարձել էին տարբեր մարդիկ, որոնք ունեին տարբեր պատմություն, բայց որոնք ընտրում էին միասին ապագա կառուցել։ Խաչատրյան գործընկերներ շինարարական ընկերությունը նորից սկսեց աճել։ Համերաշխ ձեռքեր ՀԿ-ն ընդլայնեց իր նախագծերը, այժմ լիակատար թափանցիկությամբ վերահ սկողության խիստ համակարգերով։ Ռաֆայելն այլս երբեք մենակ չաշխատեց հետաքննությունների վրա, միշտ պաշտոնական մարմինների հետ համագործակցությամբ։ Նրանք սովորեցին, որ իսկական սերը անձեռնմխելի չէ սխալներից, դժվարություններից, բարդ որոշումներից։ Բայց այն բավականաչափ ուժեղ է, դիմակայելու այդ ամենին։ Բավականաչափ ճկուն է, հարմարվելու համար։ Բավականաչափ առատաձեռն է, ներելու համար։ Եվ բավականաչափ խիզախ է, անհրաժեշտության դեպքում նորից սկսելու համար։ Ծաղկաձորում կառուցած նոր տանը մի առոտ հանգստյան օր, վերամիավորումից գրեթե 2 տարի անց, Մարիամն ու Ռաֆայելը այգում խնամում էին միասին տնկած ծաղիկները։ Զղջում ես որե բանի համար, հարցրեց Մարիամը, վարդերը ջրելիս։ Ռաֆայելը դադարեցրեց հորտենզիաները, էտելը նայեց նրան։ Զղջում եմ, որ քեզ այդքան տառապանք պատճառեցի։ Բայց չեմ զղջում, որ արեցի այն, ինչը անհրաժեշտ էի համարում քեզ ողջ պահելու համար։ Իսկ եթե ստիպված լինեիր ամեն ինչ նորից անել, կփորձեի այլ ճանապարհ գտնել։ Բայց եթե այլ տարբերակ չլիներ, ամեն ինչ նույն կերպ կանեի։ Մարիամը ժպտաց։ Դա այն պատասխանն էր, որին նա սպասում էր։ Ազնիվ, դժվար, բայց իրական։ Իսկ դո՞, հարցրեց Ռաֆայելը։ Զղջացել ես, որ ինձ ներել ես։ Երբեք։ Քեզ սիրելը լավագույն որոշումն էր, որ ես կայացրել եմ 29 տարեկանում։ Քեզ ներելը լավագույն որոշումն էր, որ ես կայացրել եմ 52 տարեկանում։ Նրանք լուրջ շարունակեցին խնամել այգին, իմանալով, որ նրանք շատ ավելին էին տնկում, քան ծաղիկներ։ Նրանք մշակում էին այն սիրո նոր տարբերակը, որը միավորել էր նրանց տասնամյակներ առաջ։ Ավելի հասուն, ավելի գիտակից, ավելի ուժեղ սեր։ Որովհետև նրանք բացահայտեցին, որ երբեմն սիրո ամենամեծ ապացույցը երբեք չհեռանալը չէ, այլ իմանալն է, թե ինչպես վերադառնալ։ Խիզախություն ունենալն է նորից սկսելու։ Նորից սիրել ընտրելն է, նույնիսկ այն բանից հետո, երբ ամեն ինչ ջուրն է ընկել։ Եվ որ իսկական սերը այն չէ, որը երբեք փոթորիկների չի հանդիպում։ Այն է, որը սովորում է ապրել անձրի տակ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Ռաֆայելի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե սիրո, կորստի, վերամիավորման ներման այս ճանապարհ հորտությունը ձեզ մոտ զգացմունքներ արթնացրեց, եթե դուք ձեզ նույնացրիք բաժանման ցավի կամ նոր սկզբի ուրախության հետ, դրեք ձեր հավանումը ներքում, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում այսպիսի լարված պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հոգու ամենախոր զգացմունքները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է իսկական սերը կարող հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումը, որտեղ ձեզ սպասում է կյանքի, սիրո հաղթահարման նոր պատմություն։ Մինչ հանդիպում։